Razmik.net-ը պատասխանատվություն չի կրում ծրագրի բովանդակության, հայտարարությունների և գովազդների համար։ Բարի առավոտ հարգելի հայրենակիցներ, այսօր չորեքշաբթի է, հերթական հաղորդումը առավոտի, որը որ հեռարձակում է 26-րդ կայանի AMGA հեռուստակայան ալիքով կամ ծրագրով։ Մեր հաղորդումները, ինչպես գիտեք, կամ են օրեն երկուշաբթիականից մինչև ուրբաթ օրը, ուրբաթ օրվա հաղորդումը, որը համարում է կարևորագույնը, շաբաթվա ընթացքում կրկնվում է ուրբաթ օրը ժամը 11:30-ից մինչև 12:30։ Մնացած հաղորդումները ուղիղ են, այսինքն անմիջապես հեռարձակվում են հեռուստակայանից։ Մեր թեմաները, ինչպես գիտեք, բազմազան են եւ հիմնականում հիմնված են, որպեսզի հայ համայնքը կարողանա լսել պատմության, ասենք, գիտության, այնպիսի հետաքրքիր բաներ, որը որ ասենք ես կարողանում եմ ձեզ բացատրել իմ իմացության սահմաններով։ Նաև տեղադրվում են հաղորդման մեջ լուրեր եւ այս լուրերը լինում են ամենավերջին լուրերը, որը հետաքրքիր են իհարկե։ Երկար ժամանակ օրինակ լուր չունենք A320 Հարմավիա ինքնաթիռի վերաբերյալ կատարված արդյունքներից, թե պատճառները, քանի որ արդեն սև արկղերը ձեզ ասեցի գտել էին, ուղղակի մեկ շաբաթ է ունեմ մի լուր, որը որ կարելի ասել այնքան էլ չի կարևորվում, որովհետև վերջի պահին, երբ որ հանվեց նաև ինքնաթիռի սարքերը եւ վիճակը գրանցող սևարկղը, բացի խոսակցություններից օդաչուի դիսպեչերի եւ ընդհանրապես խոսակցությունները գրանցող սարքի եւ ինքնաթիռի սարքերի, այսինքն վիճակի գրանցվող սևարկղի, այս երկու արկղերն հանվեցին ծովի ընդերքից, բայց որոշումը այսպեսին եղավ, որ պետք է Ռուսաստանը զբաղվի երկրորդ սև արկղի, այսինքն ինքնաթիռի վիճակի տվյալները ուսումնասիրությամբ, այսպես անցավ մեկ օր, խոսքը վերաբերում է մեկ շաբաթ առաջ, երկրորդ օրը հայտարարեցին, որ ինչ-ինչ պատճառներով սև արկղը պետք է հետազոտվի Ֆրանսիայում, եւ սև արկղի կարևորագույն սև արկղի ճակատագիրը այսպես էր անհայտ է, որովհետև վերջի տվյալներով այս հայտարարությունը, որ եղավ, որը ես ձեզ չասեցի, որովհետև ասած չասած էր լինում, այսպիսին էր, սև արկղը պետք է հետազոտվի Ֆրանսիայում եւ դա կտևի 15 օր, ուրեմն մեր տրամադրության տակ ունենք մոտավորապես մեկ շաբաթ, որպեսզի հետևենք, թե ինչ եղավ այս պատմության վերջն ու ընթացքը, բայց դրա համար սպասում ենք ձեզ հետ միասին, ես պարզապես միջանկյալ այս լուրը տվեցի, որպեսզի դուք նոր նույնպես սպասեք, բայց չգիտես ինչի կարևորվում էր այդ օրը, նույնիսկ որ զոհվածների 40-ի հիշատակի արդիվ հունիսի 12-ին, այսինքն տեսեք կոնկրետ գիտեմ, որ հունիսի 12-ին հարազատները, որոնք ապրում են Երևանում, պետք է մեկնեն ծովափ, որպեսզի 40-ին ծաղիկներ շաղ տան Սև ծովի ջրերում, որտեղ է ունեցել այս աղետը։ Ուրեմն հարազատները պետք է մեկնեն ավտոբուսներով, ցամաքային ճանապարհով դուրս գալով Երևանից, անցնելով Վրաստանի սահմանը, Աբխազիայի սահմանը եւ հասնելով մինչեւ Սոչի, Ադլեր, որտեղ կատարվել է աղետը։ Եվ դրա համար
երկար բարակ բացատրություններ, թե ինչպես Վրաստանի կառավարությունը, Աբխազիայի կառավարությունը թույլ են տվել, որպեսզի այս ավտոբուսը եւ այդպիսի բաներ, բայց սև արկղերի վերաբերյալ ուրեմն համբերությամբ սպասենք, թե ինչպես դա կամ կանհայտանա լրատվության հորիզոնից, կամ որոշակի մի բան կստանանք, բայց այս խոսակցությունների մեջ նույնիսկ չի ուրվագծվում այն, ինչ որ ես համարում էի դες հետ միասին, որ $700 միլիոն հարցն է, որի մասին չի արծարծվում ոչինչ, կամ այն վճարումների, վնասների, կամ դատավարությունների ստեղծման, կամ եւ այդպիսով դուք մեկ ամիս արդեն անցել է, դուք ականապես եղաք, թե ինչպես է աշխատում լրատվությունը, ինչպես ինչ է քաղաքականությունը, ինչպես սա մի պարզապես էքսկուրս էր ձեզ համար, որի վրա մենք հետագայում կանդրադառնանք, թե ինչ է այս լրատվությունը, որտեղից է գալիս, ինչ ուժ ունի, ինչպես է նա աշխատում, մանևրում, ինչպես է ծնում պատերազմներ, ինչպես է ծնում հողային հարցեր, ինչպես է խաղում, ասենք, հանրության ուղեղի հետ, ինչպես է դասավորում այն, ինչ որ ցանկանում են մի խումբ մարդիկ, որոնց ձեռքին գտնվում է լրատվական սուրը, որով մարդկանց տրամադրում են այն ուղղությունների, այն գաղափարախոսությունների, այն շարժումների, այն հարաբերությունների վրա, որը ցանկանում են իրենք։ Փաստորեն լրատվության այս զենքը հանդիսանում է մի զորական փայտիկ, որը չի հպվում ձեր մարմնին, բայց ազդում է ձեր գիտակցության վրա, եւ դուք պետք է կատարեք այն, ինչ որ դիրիժորն է հրահանգում։ Այս է ուրեմն ամբողջ նվագախմբի, այսպես ասած, արժեքը կամ հանրության արժեքը, որ լրատվությունը ղեկավարում է այսօր երկիրը, երկրագունդը եւ համարվում է ամենամեծ զենքը։ Դրանում դուք համոզված եք, որովհետեւ ձեր գիտակցությունը, որը փնտրում է, սով է զգում տեղեկությունների, կարիք է զգում ինֆորմացիայի, այս կանալով, այս ուղղությամբ ձեր մոտ ականջներով, աչքերով հոսում է այն, որը ձեր մոտ ձևավորում է կարծիքներ, տրամադրություններ եւ ուղղություններ։ Ուրեմն սա այսպես է, ուրեմն մենք ոչինչ անել չենք կարող այս ուղղության, այս դաշտի դեմ, որտեղ սա կապված է փողի հետ, կապիտալի հետ, փողը, ինչպես գիտեք, իշխում է այն ամենին եւ տնտեսական եւ լրատվական գրականության մշակույթի ամենուրեք նա է։ Երբեմն դուք հանդիպում եք իսկական երևույթների, բայց դա շատ հպանցիկ է եւ բացապես մարդիկ, որոնք մտածում են, պետք է մտածեն մինչև իրենց կյանքի վերջը, իրենց մտածմունքը փոխադրեն մեկ իրենց ծերունների մեջ եւ այլն։ Վերջերս ես կարդացի եւ կարդում եմ շարունակաբար, որովհետեւ զանգահարեց ինձ Արթուր Չերքեզյան, ֆիզիկոս Երևանից, որը բնակվում է այստեղ իր երեխաների հետ, եւ տրամադրեց ինձ իր աշխատությունը անգլերեն եւ հայերեն գրված, որը պետք է ասել, ինչպես երեք կարդացի Զաքարի Գարուկյանի մասին, այս Հայաստանի ֆիզիկոսը, որը շահել է green card եւ գտնվում է այստեղ, մի կերպ դիմանում է վարձին եւ այլն, կարճ ասած սպասում է իր պայծառ ապագային, թե հետո ինչ կլինի, բայց ձեռքին ունի մի աշխատություն, մի գիտություն, որը հիմնված է, որը շատ հարցեր է պարզաբանում աշխարհաստեղծման կապակցությամբ, որովհետև այսինքն տիեզերաստեղծման կապակցությամբ, ժամանակի, էներգիայի, զանգվածի եւ այլն, բայց ավելի բարձր մակարդակով եւ զինված մաթեմատիկայով եւ այլն։ Այս աշխատությունը, որը որ նա գրել է հայերեն,
եւ ուներ թարգմանությունը 2 տարի մնում է իր ձեռքին, ինչպես Զաքարի ձեռքին կար էներգիայի այդ հզորագույն աղբյուրը եւ ինչպես ավարտվեց դա NASA-ի հանձնաժողովի հանդիպումից 1 օր առաջ նա մահացավ, ինֆարկտ ստացավ, այսպես է ձևակերպված բժշկական թղթերի մեջ։ Հիմա սա մի ուղղություն է, որը հետաքրքիր է, խոսքը վերաբերում է Արթուր Չերքեզյանի մասին, որը որ իր մեջ ունի տիեզերագիտությունը կամ աշխարհաճանաչությունը բացատրելու կամ ամեն ինչ բացահայտելու երևույթը, սկսած վակուումից, տարական մասնիկներից, էներգիաներից եւ այլն։ Շատ հետաքրքիր է, բայց ցավոք նա պետք է դա անի որպես copyright, որը ես իրեն խորհուրդ տվեցի, հետո այդ հոդվածը կամ այդ էջերը պետք է գրքույկի ձևով հրատարակվեն, որը ես խոստացա նրան դա անել, բայց copyright-ը պետք է նա անի։ Եվ չգիտեք ով տեր կդառնա այդ գիտությանը, որը գտնում է այդ հայ ձեռքին, ինչպես ասենք MRI գյուտը, որպես որը հայը հնարեց այսօր, որը միլիարդների արժողության copyright է, որովհետև եթե ասենք այդ freeway-ի լուսարձակումները, եթե հիշում եք, եթե դուք գնում եք ազատուղով freeway, ճեպուղի, ինչ ուզում եք ասեք, ապա կտեսնեք բաժանման շերտեր, որը ձեր լույսերով անդրադառնում են եւ ընդգծված են այս գյուտի հեղինակ, այսպես ասենք գյուտ ասենք, պարզապես այսպես են ասում, որ երբ նրան ասեցին ինչքան պետք է վարձատրենք, նա մտածեց եւ ասաց ամեն մեկից ինչ որ սենտի մասեր, եթե դուք տեղադրում եք ֆրիմեյում եւ խորամանկորեն դարձավ միլիոնատեր, միլիարդատեր, դա չգիտեմ այսպեսի մի բան է, ինչպես շախմատի խնդիր է։ Իհարկե այս գյուտը, որը պարզապես գյուտ չէ, պարզապես երեխայական մի բան է, որը որ այսպես առավելություն ստացա, բայց Արթուր Չերքեզյանի այս հոդվածը կամ աշխատությունը իհարկե մեկ այլ բան է։ Կարծացած չեմ ասին մտահոգ եմ այդ ուղղությամբ, թե ինչ կլինի, բայց գիտեմ, որ պատմության մեջ երևի կհիշվի, որ ասենք մի մարդ այսպես տիեզերքի էներգիայի ժամանակի մասին ուրույն հետազոտություններ է կատարել, նաև ինքը ես ասացի ֆիզիկոս է։ Ուրեմն այս թեմաները, որ ես քիչ-քիչ մոտիկացա այս խնդրին, պետք է անցնենք ժամանակի միջով, նորից ժամանակի միջով, իսկ ժամանակի սկիզբ մեր համար ինչպես է սկսվում մեզ համար, որը պետք է անպայման իմանանք, գոնե իմանանք, թե ինչ, եթե դու իհարկե սա ասում եմ, որ պետք է լավ հետևեք, ես ամենապարզագույն ձևով նորից կգնամ դեպի, ասենք, աշխարհի առաջացումը, հետո այդ աշխարհի վրա կտեսնեք մեր գալակտիկան, հետո այդ գալակտիկայի վրա կտեսնեք մեր աստղ արեգակը, հետո այդ աստղ արեգակի մեջ կտեսնեք մեր մոլորակը, հետո կտեսնեք մարդուն այդ մոլորակի վրա, հետո կտեսնեք ինչ է կատարում մոլորակի հարևանությամբ, հետո կտեսնենք, թե ինչ ենք, այսինքն կմտնենք պատմության մեջ, ես երկար էքսկուրս եմ տանելու այս հաղորդաշարերով մի քանի օր, եւ հետո մենք կհայտնվենք մի իրադրության մեջ, որտեղ կտեսնենք մարդը երկրի վրա, ասենք կրոնների ծագումը, հետո ով ձեռքը մեկնեց, հանկարծ ով գլխի ընկավ, որ պետք է այդ մարդկանց հավաքել միտեղ, կառավարել, ասենք մամուլով, հետո ինչի վրա է հիմնված այն իմաստությունները, որը մինչև այսօր մարդկային հասարակությունը ապրում է, լեզուների բաժանումը, եւ դրա մեջ հանկարծ մենք կտեսնենք մեզ, հայերի դերը եւ մեր հարևաններին, հետո մենք կտեսնենք մեր պետությունը, մեր պետականությունը, հետո մենք այսօր մինչև վերջի առավոտի հաղորդումը այդ նստած կնենք, ուրեմն մենք գնում ենք երկար ճանապարհորդության։ Սա հիշեք, որ ինչի մասին որ պատմում եմ, սա ձեր աշխարհընկալման սահմանները կընդգծի, դուք կտեսնեք սկիզբը, իհարկե վերջը չեք տեսնի, երևի վերջի մասին ինչ որ եզրահանգումներ կանեն, եւ
շարունակենք այսպես ձեզ մոտ կառաջանա, գիտեք, անորոշություններից դուրս գալու գոնե որևէ տրամադրություն։ Ուրեմն գնանք մի փոքր հանգստի, նայած հետո մենք արդեն միանգամից կդիմենք վերատաղ։ Ուրեմն շարունակում ենք, կարծեմ ձայնս լավացավ այս անգամ, որովհետև հարկադիր էր այս ընդմիջումը, հեռախոսով զանգահարեց նույնիսկ մեր հայրենակիցներից, որ ասեց ձայնի մեջ կա խրխռոտ եւ տարօրինակ ձայներ, պատճառը ուրեմն քանի որ 26-րդ ալիքի AMG-ը վերանորոգման տակ է, այստեղ արդեն հայտնեցին ձեզ, բոլորը տեղյակ եք, որ որոշ ժամեր նույնիսկ հնարավորություն չունեն այդ ժամերին, երբ որ աշխատում են այստեղ հայտնվելու եւ վարելու ուղի եթեր եւ կայանը հազիվ գնում է իր ձեռքի տակ եղած գրանցված նյութերի հաղորդմամբ, որտեղ ստուդիայում այսպիսի վիճակ է։ Եվ քանի որ այդ լարերը քանդված են, որը տեղավորված չէ, որը բան, եթե որևէ լրիվ չի միացված զերոն, որը ground ենք ասում, լարերի միջև, ապա այսպիսի ձայներ է լսում։ Երեք Միքայել Պողոսյանի հաղորդման ժամանակ էր, եթե հիշում եք, ինչ-որ գվոց կար։ Ուրեմն կարծում եմ, որ բոլոր լարերը, եթե հանկարծ կլինի, անմիջապես պետք է ազգուշացնել, որովհետև շատ հարյուրավոր լարեր կան։ Եթե մեկը այսպիսի մի ունի բան, խնդիր, ապա ձայնը կամ միայն ձայնի վրա է ազդում, բանից սպասում է կադրը երբեք չի բարալ։ Ուրեմն այսպես ստուդիան հավաքում է ինքն իրեն, վերանորոգվում են հատակները, պատերը եւ ձեզ նկարագրում եմ եւ ձայնը կարող է ունել այսպիսին։ Երբեմն, եթե ասենք տեղաշարժներ են անում, որպեսզի նոր տեղերում ինչ-որ գործ անեն։ Ուրեմն շարունակենք մեր հաղորդումը այսպես։ Ես ձեզ 10 րոպե կպատմեմ առաջի դեպքի վրա, որից հետո կմիանանք հեռախոսները, ես կուզեմ ձեզ հետ զրուցել տարբեր թեմաներով իհարկե, որպեսզի չհոգնեք։ Հոգնեցուցիչ է թեման, մի քիչ լարվածություն է պահանջում այս մասը, որով հետո մենք արագ կանցնենք դրա վրայով եւ մի քիչ շուշ կքաշենք, մինչեւ ասենք մեր գալակտիկա կամ արեգակնային համակարգությունը կհայտնվի, դրանից հետո ես ձեզ հետ կխոսեմ։ Ուրեմն ասենք գրատախտակին։ Ուրեմն աշխարհի սկիզբը, որը ընդհանրապես իհարկե մարդկությունը վկա չի եղել եւ երբեմն ասում են, որ մարդկությունը այդպես էլ չի իմանա դրա ամբողջ խորհուրդը, մանավանդ հոգու մարմնի հետ կապված այս առնչությունները Աստծու հետ։ Այս երևույթը, բայց քանի որ մարդը Աստծու զավակն է եւ նա կգտնի, կմոտենա իհարկե, պատահական չէ, ստեղծագործության իմաստը հենց այնպես մթության մեջ ինքնաբավության համար, այլ պետք է վերլուծություն, հայտնագործություն եւ բավականություն, ասենք, դա շատ ճիշտ նման է արվեստին է նման այս ամբողջ ստեղծագործությունը, որը Աստծո արվեստն է, ստեղծագործությունը բնության, այսպես ասենք, որը իհարկե տեր ունի, օրենքներ, օրինաչափություններ, ինչպես ասենք նկարիչը ստեղծագործում է, բայց ինչ արժի նրա ստեղծագործությունը, երբ լույս չկա, մթության մեջ ցանկացած ստեղծագործություն արժեք չունի, որովհետև լույսն է միայն, որ արժևորում է նյութական աշխարհը, լույսը, այլապես դուք չեք տեսնի բույները, չեք տեսնի աշխարհը, չեք տեսնի, չեք զգա ոչինչ, դրա պատճառով լույսը, տեսողությունը, այս ընկալման աղբյուրը ուղեղի մեջ մարդու ամենամեծ մասն է զբաղեցնում, 1/4-ից, այսինքն ավելին, 1/4-ից ավելին տրամադրված է լույսի եւ նրա երևույթների ընկալմանը, որտեղ միակ լրատվությունը, տեղեկատվությունը, որը գալիս է լույսով, դա ուղեղի ամենահարուստ մասն է։ Արվեստները կամ աշխարհաճանաչությունը նույնպես կապված է դրա հետ։ Ուրեմն եղիցի լույս, որը բացում է աշխարհը ձեր առջև, եւ նրա խորհուրդները սրանք են, հետո գալիս է զգայարաններից լսողությունը, որը նույնպես տեղ ունի, բայց տեսողության կամ լույսի աշխատանքների հետ չունի, ասենք նկարչությունը, աշխարհաճանաչությունը եւ
երաժշտությունը կամ ձայները, դրանցով առնչված խոսքերը այս երկու գլխավոր միջոցներն են, որի միջոցով մարդը ճանաչում է աշխարհը։ Մնացած արդեն օգնականներն են, ասենք համի զգացողություն, շոշափելի, տեսեք համի զգացողություն, որպեսզի պահպանի, հասկանա ինչ է ուտում, շոշափելություն, որպեսզի տեղաշարժվի, հասկանա ինչ է կատարվում, հոտի, տեսեք նորից պահպան, երեք զգայարան արդեն աշխատում են պարզապես անձի եւ բաների համար, եսի, իսկ տեսողությունն ու լսողությունը դրանք բացում են գիտակցությունը տիեզերական ճանաչության համար։ Ուրեմն ասենք այսպես, ինչ էր առաջ, որը որ սուրբ գրքերում գրում են, ոչինչ էր կամ բանն էր այսպես, որտեղ բանն էր ասելու փոխարեն, բանն էր, այսինքն Աստծո խոսքն էր, բանն էր կամ միտքն էր, ասելու բան չկա։ Մի բան պետք է ասել, չէ՞ ինչն էր սկզբում ինչն էր, ու պետք է ասել, մի բան կար, չէ՞, հենց որ ասում ես բանն էր, ասում ես ասես բան չկար։ Այս կետը, որը որ ինչն էր սկզբից, սա գիտեք ինչքան գիտնականների եւ աստվածաբանների հիմք հանդիսացավ, որովհետեւ եթե ասում եք սկզբից մի ոչինչ չկար եւ բան, ախր մի բան պետք է լիներ, չէ՞, ոնց որ ասում ես մի բան կար, բայց բանից առաջ ինչ կար, պիտի ասես։ Այդ կարճ ասած կար թե չկար մի բան սկզբից։ Հենց այստեղ գաղտնիքը հետեւյալն է, որ վերջում տեսան, որ արդեն համոզվեցին, որ եւ Արտուր Չերքեզյանի գործերի մեջ էլ արդեն հիմնված գիտական բան։ Սկզբից ոչինչ չկար, վակուում էր։ Այսինքն բայց արի ու տես, որ երբ որ ոչինչ չկար եւ վակուում էր, վակուումը ստեղծում է մի էլեմենտար մասնիկ, որը հսկայական էներգիա ունի իր մեջ ամփոփած։ Այսինքն, եթե վակուում է, ուրեմն վակուումի մեջ, այսինքն դատարկություն է, առաջանում է, ծնվում է մի ամենափոքր մասնիկը, որը արդեն իր հարևանների նկատմամբ ունի հսկայական էներգիա, հսկայական։ Այս արդեն ֆիզիկոսները այս բանը ապացուցին, գտան, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը։ Եվ հենց այս բանը, որ վակուումը եւ վակուումում առաջացած էլեմենտար մասնիկը վակուումում ունի հսկայական էներգիա, ահռելի անչափելի էներգիա, եւ այդ էներգիան ալիքային պրոցեսի մեջ է, նյութ չկա էներգիա եւ ժամանակի հարցերը կան, Արտուր Չերքեզյանի հետ ամենը կա։ Հենց այդ կետում ծնվում է տիեզերքը, որը իր մեջ ունի արդեն այդ էներգիայի վակուումի էլեմենտար մասնիկների մեջ առաջացած էներգիայի վերափոխման եւ ծավալային ընդարձակման հատկությունը։ Այսինքն ինչ է այս նշանակում։ Այս նշանակում է, որ չկա նյութական աշխարհ, ընդհանրապես ոչինչ չկա։ Կա ձեռքինս, որը դուք տեսնում եք որպես նյութ, ինձ, ձեզ, աշխարհը, դա վակուումի, այն տիեզերական վակուումի մեջ հսկայական կուտակված էներգիայի, որը պայմանավորված է վակուումում ծնված էլեմենտար մասնիկներով, երբ որ վակուումի է հասնում դատարկության, ոչնչության, այդ էներգիայի փքված, այսինքն դրանով պայմանավորված օդագնդակների, որի մակերևույթը նույնպես էներգիա է, ինչպես ասենք սապոնի, ասենք ոչինչ չունեք, հանկարծ դուք փչում եք սապոնի մի պղպջակ, որը ծավալ ունի, էներգետիկ ծավալ ունի, ասենք մակերևույթի լարվածություն, զբաղեցնում է տարածության մի մասը, բայց որ պայթեց, չկա ոչինչ, ինչ որ մի մասնիկ կա, որը կկաթի հատակի։ Եվ այսպես,
վակուումում առաջացած էներգիայի, հսկայական էներգիայի արտահայտումն է կամ թքումն է, որը որ առաջացնում է նյութական աշխարհը։ Նյութական աշխարհը այս ամբողջ տիեզերքը գալակտիկաներով հանդերձ, որոնք փքված նյութ են, պրոտոններ, էլեկտրոններ, մասնիկները նրանք վերջը էներգիաներ են, վակուումից ծնված էլեմենտար մասնիկների էներգիաներ են։ Այսինքն, եթե սա ես վերցնեմ ձեռքս կամ ամեն ինչ, ճզմեմ ինչ-որ մամլակով, ասենք վակուումային մի հզոր մամլակով, սրանից ոչինչ չի մնա, որովհետև երբ որ սա բացեմ, սա կտեսնեք, որ փափկորնի նման օդագնդակի մեջ, այսինքն փչած մի բան է, բայց կազմած այնպիսի փոքր էլեմենտար մասնիկներից, որը որ վակուումային էներգիայի մի կտոր է այստեղ ամփոփված։ Նույնը երկրագունդը կարող է սեղմել, լավ ծեծել, այսինքն փոքրացնել, պայթացնել դրա բոլոր էներգետիկ էլեմենտար մասնիկները, էլեկտրոնները, մոլեկուլները եւ այլն, եւ ձեր ձեռքին կմնա մի հատ փոքր վակուումից առաջացած էներգիայի ինչ որ մի բան, որը իհարկե մեկ այլ տեսակ է։ Կարճ ասած, աշխարհը տիեզերքը կապված է վակուումային էներգիայի սառեցված, ունենալով իր էներգետիկ արժեքները, միավորներից, որով կազմում են արդեն էլեմենտար կամ միկրո աշխարհի էլեմենտները, ասենք ինչ է էլեկտրոնը դա ոչինչ է, դա էներգիա է, այնտեղից եկած, պրոտոնն ինչ է, դա նույնն է, որը նույնպես բաժանվում է մասերի, նեյտրոնը նույնն է, դրանց մեջ առաջացած փոխկապակցությունները նոր գնդակ ատոմային, դրանց միացումները մոլեկուլներ, դրանց եւ վերջապես նյութեր, վերջապես աշխարհը, վերջապես մարդը եւ հանկարծ ինչ կապ կա, ասենք, նյութի, հոգու, մտածողության, տարածության ժամանակի մեջ այս խորհուրդների ընկալումը, որը որ մտածում ենք այս պահի եւ դες հետ եմ հավատում, մարդը երբ որ մտածում է այս ուղղությամբ, ուղղակի մտածում է, արդեն կարծեք ինքը միանգամից կապվում է սկզբի հետ եւ սկզբից նրան տրամադրվում է ամեն ինչ, այսինքն դու հասկացար ինձ, դու ըմբռնեցիր ինձ զավակս, վակուումն է խոսում ներետ, որը երբեմն ասում են Աստծո հոգին, ինչ ուշիմ ես եւ ես հիանում եմ իմ ստեղծագործությամբ, որը ոչինչից ստեղծեցի, այսինքն առաջացրի եւ հասա նրան, որ դու տեսար քեզ եւ դա է հրաշքը, այսինքն տիեզերքի հրաշքը մտածող բանական արարածն է, բանական արարածը, որը մի նպատակ ունի, տեսնել, զգալ այս ամենը եւ բավականանալ ստեղծագործության, այլապես իմաստ չունի ոչինչ իմաստ չունի, դատարկություն է։ Ուրեմն ես մի քանի րոպե հետ կտրամադրեմ դա գրատախտակի վրա, հետո մենք կանցնենք։ Իմ ասածները դուք կարծեմ կարողանում եք ընկալել, նրանք որոնք իհարկե չեն կարողանում, դա համար շատ էլեմենտար են բացատրում։ Ուրեմն տիեզերքի կառուցվածքը այսպես էր։ Ահա այն կետը, որը վակուումի կետն է։ Մի քիչ մեծ նկարեմ, որպեսզի ձեզ համար ինչ է այս կետի չափերը, սա չափ էլ չունի, որովհետև տեղավորվեմ լավ էկրանի մեջ, կանգնեմ, ես կսարկեմ, դուք մի հատ է ցույց տվեք գրատախտը, այդպես լավ է, ինձ պետք չի, ձեռս լավ է, ուրեմն կենտրոնում գտնվում այս կետը, ինչ է այս կետը, ինչ է դրա չափը, վակուումում մի կետ է, որը չափսերը շատ փոքր են, ասենք միլիմետրի, սանտիմետրի կամ ինչի միլիոներորդական մասերն են դրանք, կետ,
անծայրածիրի մեջ, եւ այստեղ հանկարծ կուտակված էր այդ էներգիան, վակուումի էլեմենտար մասնիկներով պայմանավորված։ Եվ այս հսկայական էներգիան, որը կուտակվում է, հանկարծ չի տեղավորվում ու տեղի ունենում առաջի պայթյունը կամ վիբրացիան, կամ քանի որ այդ էներգիաները հանկարծ պարզվում է, որ վակուումի մեջ են մասնիկներից կազմված տարբեր նշաններ ունեն։ Երբ որ անցնենք պրոտոնի վարքին, չգիտեմ դի կացնենք թե չէ, հանկարծ կտեսնենք, որ պրոտոնը նվագում է, հասկանում ենք, չկա ինք այդպեսին, նա այսպես տատանվում է երկբևեռ, այսինքն ալիքային պրոցեսներ են ամեն ինչ, չկա նյութը, կա էներգիայի ալիքային տատանումներ, հարմոնիա կա տիեզերական աշխարհում, եւ բոլոր այդ հարմոնիայի մեջ են էներգիայի, վակուումային էներգիայի էլեմենտար մասնիկներից տատանումներից առաջանում է ամբողջ աշխարհը եւ ամեն ինչ այդ հարմոնիայի մեջ է, հակաբևեռ, հականշան, եւ սա է սիմետրիայի, սիրո ատելության, այո ոչ, բացասական դրական աշխարհի սկիզբը, որի հիմքը, երբ որ գնաք այս երևույթի հիմքը խորանա դրա մեջ, կհասնենք վակուումի այն կետին, եւ վակուումի մեջ էլեմենտար մասնիկները մասնիկը առաջին վակուումային, որը նույնպես հակառակ բևեռներ ունի, այսպես, հենց այստեղից տեղի ունեցավ պայթյունը եւ ստեղծվեց աշխարհը։ Հիմա ուրեմն նայեք, առաջի պահին, եթե այս կետում էր էներգիան, երկրորդ պահին հանկարծ նա ստացավ այսպիսի փքվածություն, այսինքն էներգետիկ գնդակներ առաջացան, շատ արագ սա մեծացավ, սա տիեզերքի պայթյունն է կամ սկիզբը, մի քանի ժամանակի մի քանի ակնթարթների ընթացքում այս խոտորումը ստացավ մի մետր չափս, այսպես ասած, չասեմ ինչքան, հետագայում անցավ 1000 մետրի, վարկյանի միլիարդեր փոքր ժամ, հետո անցավ 10,000 կիլոմետրի սահմանը, հետո անցավ միլիոնի սահմանը, հետո անցավ միլիարդի սահմանը, այս շառավիղը գունդը մեծացավ, այս շառավիղը, եւ նրա մեջից նորից ծնվեցին այսպիսի մասնիկների կամ էներգիաների փունջ, եւ այս գունդը, որը փչվեց, ինչպես մենք օդագնդակն ենք փչում, եւ նրա մակերևույթի վրա հայտնվեցին գալակտիկաները, որոնք իրենց կենտրոնում նույն երևույթներն էին առաջացնում, այսինքն նրանց մեջ են էներգիայի, վակուումի էներգիան սկսեց փչել աստղերը իր միջից, որովհետև էներգիայից առաջացած էլեմենտար մասնիկները անցան մի ամբողջ էվոլյուցիոն համակարգ, այսինքն ինչ էին նրանք նախասկզբում, անունները ինչ էին, չգիտեք, ինչպես ես ձեզ ասեցի, որ 10-19 աշճանից հետո թվերը անուններ չունեն, այդպես էլ երբ որ այսօր նեյտրոնները քայքայում են, առաջացել են 100, նույնիսկ 200 էլեմենտար մասնիկներ, որոնք նույնպես այս պատմությունից են գալիս, այսինքն բացվում է, որ միկրոաշխարհը, որ դեպի գնում եք վակուումի էլեմենտար մասնիկը, անverջ կամ ամենափոքրից առաջացած անուններ չունեցող հաջորդականություն են, բայց ամենամոտը մեր մոտ ասենք էլեմենտար տարական մասնիկներն են, որից հետո գալիս է պրոտոն, նեյտրոնը, սա մեզ արդեն ընկալելի հասկանալի, հետո գալիս է ատոմը, սա մեզ հասկանալի, հետո գալիս է մոլեկուլը, սա մեզ արդեն կենցաղն է, քիմիան է, եւ մենք ապրում ենք ահա նյութերի մեջ, որոնք լավ գիտենք, սա մետաղ է, սա համաձուլվածք է, սա թթու է, սա ամեն ինչ է, եւ հետո արդեն մենք սկսում ենք արդեն աշխարհը ճանաչել, ելնելով այս թեորիայից։ Ուրեմն ահա փչվում է եւ գալակտիկաներն են առաջանում։ Տեսեք, քանի որ գալակտիկաները ամբողջ մակերևույթի վրա են, ես նկարում եմ մի գալակտիկա։ Այսինքն գալակտիկան նույնպես ունի կենտրոն, ինչպես առաջին ժամանակ ուներ
տիեզերքը, բայց տիեզերքը այդ ժամանակ փչում էր բոլոր ուղղություններով, բայց գալակտիկան արդեն ենթարկված է ընդհանուր տիեզերքի գրավիտացիոն էներգետիկ թաղանթի հետ համընչուն աշխատելու, այսինքն գալակտիկան մաս է կազմում ամբողջ այդ էներգետիկ համակարգի եւ ինքը առանձին գոյություն ունենալ չի կարող, նա հիշում է միայն, որ ինչ որ ժամանակ կենտրոնից նա բացվեց այդ փչված տիեզերքի մի տեղը շարավղով, հարևան գալակտիկան նույնպես այդպես բացվեց, երրորդը նույնպես բացվեց, չորրորդը միլիոնավոր նյութաստեղծ գալակտիկաներ առաջացան, եւ եթե այդ բոլորը այսպես բռնես, փակես, որտեղ մակերևույթի վրա գալակտիկաներ են, այսպես փակես, վերջում կստանաք այն կետը վակուումի, որի մեջ էներգետիկ զանգվածներ եւ առաջի հարմոնիան։ Ուրեմն գալակտիկաները տարածված են տիեզերքի այս երևույթի գնդի վրա եւ մեջը դատարկություն է նորից տիեզերքի, բայց այդտեղ դատարկություն չէ, այդտեղ գոյություն ունեն մասնիկները եւ լույսը եւ էլի բաներ, որոնց մասին ձեզ չեմ ասի, որտեղ կգնաք ուրիշների կպատմեք։ Ուրեմն ահա գալակտիկան, որը որ գտնվում է թաղանթի վրա, նա այսպիսի կառուցվածք ունի կենտրոն, ունի շարավիղ եւ ամենակարևորը, որ սա ակտիվ է այս գալակտիկան, իմիջիայլոց այս ակտիվ գալակտիկաների մասին, որ այսօր էլ գալակտիկաները կամ այսօր էլ տիեզերքը ստեղծում է աստղեր նույն ուժգնությամբ, նույն ձևով, ինչ-որ միլիարդավոր տարիներ առաջ հայտնագործեց եւ ապացուցեց Վիկտոր Համբարձումյանը եւ շատ փոքր երեխա էր եւ Լոնդոնում ելույթ ունեցավ այս կապակցությամբ, նրա վրա դրեցին Նյուտոնի օրենք, որտեղ շատերը ֆիզիկոսները եւ աստղագետները կարծում էին, որ աստղաստեղծման պրոցեսները, երևույթները տիեզերքում դադարել են եւ այն ինչ մենք տեսնում ենք արդյունք է, բայց Վիկտոր Համբարձումյանը ցույց տվեց, ապացուցեց շատ բարձր մակարդակով եւ մտավ այս գիտության մեջ որպես առաջին կարգի փայլող աստղ Վիկտոր Համբարձումյանը, Բյուրականի մեր փառապանծ գիտնականը, որը նաեւ Հայաստանի գիտությունների ակադեմիայի պրեզիդենտն է։ Անկախ ասենք հայ ազգի գոյությունից, չգոյությունից, իմացությունից Վիկտոր Համբարձումյանը մատը դրեց, որ գալակտիկաները այսօր նույնիսկ ստեղծում են աստղեր եւ աստղաբույլեր։ Եվ արդեն հասկանալի եղավ, թե տիեզերքը եթե այսօր նույն մեխանիզմով է աշխատում մակերևույթների վրա, ուրեմն միլիարդավոր տարիներ առաջ նույնպես աշխատել է նախասկզբի պայթյունի վրա։ Ուրեմն ահա գալակտիկան, ինչ է գալակտիկան։ Գալակտիկան այն վակուումային էներգիայի բաժնից իրեն հասանելիք էներգետիկ կարողությունն է, չափն է, որը դեռ չի հանգստանում, նա պետք է փչվի եւ վերածվի գնդիկների, էլեմենտար մասնիկների, փոշու տարականի եւ այլն, եւ որից հետո պետք է ծնվեն աստղերը։ Այսինքն նա պետք է իր էներգիան վերածի առայժմ տիեզերական փոշու կամ էլեմենտար մասնիկների։ Եվ այս գալակտիկաները, որոնք որ աշխատում են, այսինքն ակտիվ են ներսում եւ ձևակերպվում է էներգիայի այս խաղը, նրանք ունեն երկու օրենք, քանի որ տիեզերքի թաղանթի վրա է, ուրեմն փչում են դուրս առաջացած նյութը երկու ուղղություններով, կամ սա թվաբանական ուղղությունն է, եւ գալակտիկաներ կան, որոնք որ փչում են այսպես, երկրորդ գալակտիկան 4 ուղղություններով։ Տեսեք։ Այս փչելու ժամանակ եւ նաեւ գրավիտացիոն դաշտում իրենց բացվելու ժամանակ գալակտիկան այդ պտտման ինքը իր առանցքի շուրջը պտտվում է այսպես, այսինքն նյութի էներգիայի այս քանակությունը, որի մակերևույթից դուրս է գալիս տիեզերական էլեմենտար մասնիկները, որից հետո դեռ պետք է առաջանան խտացումներ, գրավիտացիոն դաշտի ազդեցություններ եւ աստղերը առաջանան, հələ տեսեք հələ ուր ենք,
եւ այդ աստղերը իրենց շուրջը պետք է մոլորակներ պահեն եւ այդ մոլորակների վրա պետք է կենսական պայմաններ հետո մարդը եւ կենթանական աշխարհը առաջանա։ Տեսեք ուր ենք գնում։ Ուրեմն, քանի որ գալակտիկան պտտվում է այս ուղղությամբ, որևէ ուղղությամբ, ուրեմն այս նրանից դուրս եկող էլեմենտար մասնիկները ըստ կենտրոնախույզ ուժերի այսպիսի պատկեր են ստանում, նայեք, ասենք գալակտիկան պտտվում է այս ուղղությամբ, տեսնում եք, չէ, գալակտիկան պտտվում է այս ուղղությամբ, պտտման ուղղությունը, եւ նրանից դուրս եկող գազերը, որոնք ըստ շարավղեր, նրանք ծռվում են եւ ստանում են այս ուղղությունը, նայեք, եւ գծվում է սվաստիկան։ Ուրեմն սվաստիկան կամ հավերժության սիմվոլը, որը որ հետագայում այսպես բան արեց, սա գալակտիկայից դուրս եկող նյութական աշխարհի ուղղությունն է կամ սիմվոլը։ Գալակտիկայի, ասենք, եթե գալակտիկան տիեզերքը դիտենք որպես երկիր, եւ նրա վրա երկրագնդի նման, եւ դա, ասենք, սա հյուսիսն է, իհարկե, սա պայմանական է, սա հարավն է, սա արևելքն է, սա արևմուտքն է, ասենք, ամբողջ տիեզերքը դիտենք այսպես, եւ նրա վրա գտնվող մայր ցամաքները կամ փոքրիկ հողակտորները դիտենք որպես գալակտիկաներ, որպեսզի դուք ընկալեք, ապա կստացվի, որ նրա, ասենք, հյուսիսում տեղավորված գալակտիկաները պտտվում են, ասենք, ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ, հարավում տեղավորված գալակտիկաները պտտվում են ժամացույցի սլաքի ուղղությամբ եւ առաջանում է, որ, ասենք, գրավիտացիոն օրենքների համաձայն, այս սվաստիկան կամ գալակտիկան, եթե գոյություն ունի մի տեղ ժամացույցի սլաքի ուղղությամբ պտտվող, ապա մեր հակառակ բևեռի վրա տեղավորված տիեզերագնդի վրա գոյություն ունի մի գալակտիկա, որը արտավիժում է նորից նույնը, բայց նա պտտվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ եւ առաջանում է երկու տեսակի, տեսեք, գալակտիկաներ։ Սա մեկ, երկրորդը։ Սա երկուս, ուրեմն սա գալակտիկաներն են, երկու սիմվոլ հավերժության եւ իրար հակառակ։ Եթե մտնենք այս սիմվոլայի խաղերի մեջ, որը ես չեմ մտնի իհարկե, ես կվերցնեմ միայն մեր գալակտիկան եւ դες ցույց կտամ, որ սրանք մեզ համար առայժմ գոյություն չունեն։ Մեր գալակտիկան, որի վրա մենք ենք գտնվում, ահա սա է, նա ունի երկու թև, տեսեք, որից փչվում է նյութը եւ պտտվում է գալակտիկան։ Վերջնականում կտեսնենք, որ սա մեր գալակտիկան է, որից դուրս եկած մասնիկները պտտվում են, ահա այսպես, սպիրալաձև եւ տվյալ պահին դուրս եկած մասնիկը աստղափոշու առաջի ճյուղով, ասենք հյուսիսային ճյուղով եւ երկրորդ ճյուղով իրար հետ կազմում են այսպիսի մի գալակտիկայի շարավղի չափ հեռավորություն։ Տեսնում եք, չէ՞ սա, որտեղ այս մասնիկը որ դուրս եկավ, կշարժվի այսպես, որտեղ սա շարժվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ եւ կհասնի այստեղ, եւ գալակտիկայի առաջի կետի եւ երկրորդ կետի միջեւ այսպիսի հեռավորություն կա։ Գալակտիկայից փչվող
աստղափոշին, որը դեռ փոշի է, իր սկզբնական արագությամբ կազմում է այսպիսի հետագից մեր գալակտիկայում։ Եվ երբ որ նայեք այս ժամանակի մեջ կասեք այսպես, այս կետը, ասենք A կետը, գալակտիկայից դուրս եկած հարավային բևեռի ճյուղի վրա, B կետից ունի հեռավորություն ժամանակի մեջ, որ նրանք նույն հարավային բևեռից են դուրս եկել եւ նրանք իրար հետ նույն գծի վրա են գնում այս փոշիները։ Սա ավելի հին է, բեն ավելի երիտասարդ է։ Ինչքան է սրանց միջև ժամանակը, թե երբ են նրանք դուրս եկել գալակտիկայից։ Ժամանակի այս սպիրալները, որոնք որ կան սկիզբ, հաշվում են մոտավորապես 6 միլիարդ տարի, այսինքն 6 միլիարդ տարի գալակտիկան փչել է, որտեղ ենք մենք այս գալակտիկային, որը մեր գալակտիկան է, որին երբեմն ասում են հարդագողի ճանապարհ եւ այլն։ Ուրեմն այս պատմության մեջ հիմա տեսեք, երկրորդ ուղեծրով շարժվող նյութը եւ առաջի ուղեծրով շարժվող նյութը, սրանց միջև ընկած ճանապարհում ոչինչ չկա, այստեղ ոչինչ չկա, եւ ամբողջ աստղակույտերը, որ հետագայում պետք է առաջանան այս փոշիներից, որոնք պիտի գրավիտացիայով նորից հավաքվեն իրար շուրջը, նորից առաջացնեն էներգետիկ խախտում, միջուկային ռեակցիաներ, նորից պայթեն, նորից առաջանան մոլորակներ, խտանան եւ այլն, եւ վերջնական արդյունքում ինչ որտեղ առաջանան աստղեր, տեսեք, հին, արդեն հնացված չա, եւ դրանց շուրջը պտտվող մոլորակներ, այսպես, աստղեր, մոլորակներ, եւ երբ դուք նայեք կամ գտնվեք որևէ աստղի վրա կամ փոշու վրա, մենք կտեսնենք, ուրեմն այստեղ կանգնենք, որովհետեւ ես շատ ասեցի, հասկանալի եթե բան կար։ Խնդրեմ մտեք մի քիչ զրուցենք, չէ՞ ես կհանգստանամ, հեռաձայնեք, թե ինչ հարցեր կան, իրավունքի մեջ եք ավելացնել, պակասեցնել, խորել, մտածել, ինչ ուզեք կարող եք անել, եթե ուզում եք մասնակցել, ասենք, խոսակցություններին, ուրեմն ինչ հասկացաք, ինչը չհասկացաք, այսպիսի խոսակցությունների ժամանակ հետաքրքիր է, որ տեսնեմ լսարանը ինչ ռեակցիայի մեջ է։ Ես ուրեմն միացնում եմ ձեզ եւ կլսենք ձեզ։ Ճիշտ ասած այս թեման այնքան ծանր է եւ երբեմն նեղ լսարանի համար, բայց ես անցնելով որի օրինաչափությունով պատմում եմ, որ ասենք կպատմեք բնության անտառի ծովի մասին, փորձելով ինչ-որ մի բան խոսել արտնասնել ձեր մեջ։ Ուրեմն ես միացնեմ ձեզ։ Խնդրեմ, ես լսում եմ, դուք եք լսում, դուք եթերում եք։ Այո, լսում եմ։ Ումեր եմ, պարոն Ստեփան։ Այո, գծի մեջ եք արդեն։ Ինչպես է, լավ է, բայլույս։ Բարելույս, լավ է։ Ասենք ռատաստակի վրա շատ ստորակիրներ կա, օքեյ, մանց կենամ։ Հարցումը որտեղ հասավ երևա ընտրությունների մասին։ Ինչի մասին։ Ընտրությունների մասին երևա Պոլ Գրիգորյան եւ Ճիշտ ասած առավոտը ես որ առավոտ երեք գիշեր լսում էի, չհանդիպեցի, առավոտը եկա ստուդիա եւ հարցրեց հիմա ստուդիայի նորությունը ձեզ պետք է ասեմ, ես աչքովս չեմ տեսել, որ ինչ որ 14000-ը 10000-ի մասնակցությամբ այդ քվեների առավելությունը տվել է երկու դեմոկրատներից Պոլ Գրիգորյանին, այսինքն Պոլ Գրիգորյան ընդունվեց, ճիշտ է։ Ճիշտ է, որ երևի ես ինչ գիտեմ, այսինքն Պոլը Օքիդել երեք արդեն պատրում իրականում ես ամետկալ։ Ինչպես։ Ալո։ Այո, լսում եմ, դուք ասեք։ Պատրում ես իմացամ ինչ ես ասում, գդիվանում ես ինչ եմ ասում, բայց ինչու ես առավոտը դու չոժողովի չասեցրով Պոլ Գրիգորյանն է տարել, օքեյ։ Ես չգիտեի, ես ասում եմ, որ եկա, եւ Պոլ, ես ներողություն, մի րոպե ասեմ, դա վրաբի տվեք է։ Ես ձեզ բացատրեցի առաջի օրը իմ քաղաքական վերաբերմունքը, վրատալով չի, Պոլ Գրիգորյանն է մեր հորքուրի տղեն, թե այդ մեկի անունը չէր, Կանտերով, մեր ինչը, ձեր բարեկամն է, ճանաչում եք, չունեք, չէ՞ տեսնա,
մարդկային ֆակտորը գտեք։ Ես ձեզ առաջի օրը պատմեցի Մոլլա Նասրադինի հեքիաթը։ Բոլորդ էլ լսեցիք, հասկացողը հասկացավ, չհասկացողը չհասկացավ։ Իբելից տակածում եք եզերքից բերում եք դնում եք ձեր աշխարհիկ խառի ճաղադրության մեջ։ Ուրեմն ձեզ բացատրեցի, որ երկու հոգի, որոնք դեմոկրատ են, կանգնած են Մոլլա Նասրադինի պատուհանի տակ ու վեճ են սարքում։ Կինը ասում է Մոլլա Նասրադին, այս երկուսը վեճը այնպիսին է, որ ոնց որ հետո կռիվ են անելու իրար սպանել։ Տեսակ այդ ընտրությունների ընթացքը։ Երկուսն էլ դեմոկրատ են։ Ինչ է նշանակում դեմոկրատ։ Եղբայրներ են, ըստ հավատքի, ըստ ծրագրի, ըստ ոչ թե ազգի։ Մոռացեք այս բաները։ Դատողություններ ունեք։ Ըստ հավատքի, ըստ կուսակցության, ըստ ծրագրերի դեմոկրատներ են։ Այսինքն այն ինչ որ որոշում է դեմոկրատական կուսակցությունը, երկուսի համար էլ օրենք է։ Օրենք կուսակցական պարտադիր։ Եթե դեմոկրատական կուսակցությունը որոշեց, որ պետք է բոյկոտ անել խորհրդարանը, նրանք չեն կարող չենթարկվել։ Եթե դեմոկրատական կուսակցությունը որոշեց, որ այս օրենքի համար պիտի քվեարկեն, նրանք չեն կարող չքվեարկել։ Երկուսն էլ։ Հիմա ասենք այս երկուսը ինչ են։ Երկուսի նախընտրական ծրագրերում կա հետևյալը։ Հիմա Վաշինգտոնում նստած է Սենատը եւ հանրապետականները Բուշն էլ հետը պրեզիդենտը։ Եթե Բուշը հանկած այդ օրենսգիծը անցկացնի, նշանակում է Բուշը իր վրայից կհանի այն բոլոր բաց թողումները եւ բացասական ազդեցությունները, որին ընտրատարիներին թողեց ամերիկյան ժողովրդի հոգու։ Հրկվի։ Ինչ է այս խոսակցությունը։ Այնտեղ քննարկվում է ինչ է ամուսնական զույգի ստատուսը։ Ինչ բան է սա։ Որովհետև արդեն Կալիֆոռնիայում գտնվող դեմոկրատները այս երկուսը իրենց ծրագրերում դեմոկրատները ունեն, որ ամուսնությունը ստատուսը դա երկու մարդու, որովհետև սահմանադրության մեջ գրած է երկու մարդու միասնություն սեռային ինչ-որ հարցերի վրա։ Այս դեմոկրատները երկուսն են։ Դուք խելքներդ գլուխներդ հավաքեք, ինչ-որ մտածում եք։ Այնտեղ գրված, բայց մարդ է գրած, չէ՞։ Ուրեմն մարդ, տղամարդ է, չի գրած սեռը։ Ուրեմն կարող են գեյերը իրար հետ ամուսնանալ եւ ընտանիքներ կազմել։ Մարդ է գրած սահմանադրության, եւ այս դեմոկրատները Կալիֆոռնիայի երկուսն են, որ հետո պետք է գողանան վերմակը Մոլլա Նասրադինի, իրենց ծրագրերում ունեն, որ տղամարդը հետ կարող է ամուսնանալ։ Ահա քեզ բան, այսինքն հիմա երբ որ սկսվի ընտրությունները, անկախ նրանից սրանցից ով կհաղթեր, կուսակցությունը պետք է ասել, բայց արդեն Սենատում այս հարցը գնում է այսպես, հանրապետականները դուրս են եկել, որ ասում են ամուսնությունը դա կնոջ եւ տղամարդու միասնություն է, այսինքն սահմանադրության ժամանակ գրված երկու մարդու դե արի դրանց հասկանալ, որ լեզու չունեն, լեզվամտածող, որ գրել է մարդու հետ նշանակում է դրանք երեխա պիտի ունենան, ծերունդ պիտի շարունակեն, հասկանալի է, այսինքն երբ որ ավանդույթները վերածվում են անգրագետ սահմանադրության, այսպիսի բաց թողումներ են լինում, որից հետո սկսում են կարճել նրանք, որոնք ուզում են հասարակությունը աղավաղել, դրանք այլ ուժեր են, դրանց մասին խոսենք, բայց տվյալ դեպքում այսպիսի գործ է կատարվում Ամերիկայում, ամուսնության ստատուսը, եւ հիմա Սենատում քննում են, որ ինչ բան է ամուսնություն, հստակ դնում են հանրապետականները, որ պետք է լինի տղամարդու եւ կնոջ։ Հələ մենք հայերս կավելացնենք սրանց համար, որովհետև մենք դա լավ գիտենք։ Տղամարդու եւ կնոջ կամ ինչ է ընտանիքը, տղամարդու եւ կնոջ միասնություն, որից անպայման պետք է ծնվի երեխա։ Այսպես կդնենք իրանց մոտ ընտանիքի միավորը, այլապես ընտանիքները կհամայենք այսպես. մարդու կնոջ, տղամարդու եւ կնոջ միասնությունից սահմանադրության մեջ։ Եթե չի ծնվում սերունդ, այս ընտանիքը համարվում է թերարժեք ընտանիք հասարակության համար։
Ինչքան ուզում է իրար սիրեն, ինչքան ուզում է գնան հավայան կղզիները պտտեն, հասարակությունը չի ստանում գենաֆոնդ, եւ նրանց վրա սահմանադրությամբ, քանի որ օրենքով ենք խոսում, կդնենք որոշ հարկեր, ոչ թե կդնենք մարդու իրավունքը, կասենք եղբայր, քանի որ դուք հավայան կղզիներ եք եթում, եւ երեխա չեք մեծացնում հասարակության համար, ապա $1000 ձեր պտույտներից կդնենք ընդհանուր ափսեի մեջ, ինչ մարդկայինը, հավասարություն դնել հենց այնպես, որպեսզի մեկը մյուսին շարունակի, բայց ընտանիքի առավելությունները կամ պարտականությունները ինչ են։ Օրենքն օրենք է, եկեք մշակեք։ Ուրեմն պիտի եթե հանկարծ ընտանիքը երեխա չի ունենում եւ նույն սեռից է բաղկացած, օքեյ։ Ուրեմն չի կարելի, ասում է սահմանադրությունը, որովհետեւ եթե նույն սեռից նրանք մտան, որ երեխա պիտի ունենային, ինչքան մարդկային է, չունեցան, չբուժվեցին, չեղավ, ինչ-որ թերություն կա, բայց սեռը կինը չի կարող փոխել, կամ տղամարդը, այսպես օրենքը, իսկ եթե տղամարդի հետ ամուսնական զույգ է կազմում, օրենքը ասում է, որ արդեն դու գիտակցաբար գնում ես բնության եւ հասարակության դեմ, որովհետեւ երեխա չես ունենալու մեզ համար։ Հասկացար ընկեր տղամարդ դեմոկրատ, որ արգելելու ենք քեզ այդ բան անես, որովհետեւ առաջի թերարժեք ընտանիքը տղամարդկին, որը որ ամուսնացան, նրանք չգիտեին, թե երեխա կունենան, թե չէ։ Ընտանիքի գերագույն պարտականությունն է մարդկային հասարակության եւ տիեզերքի վակումից ծնված էներգիաների առջև շարունակել սերունդը, գենը, ով ընդհատի գենը, նա հանցագործ է տիեզերքի առջև։ Գենը կարող ես ընդհատել չիմանալով, դու մեղավոր չես։ Աստվածաբաններ վրա տվեք, մեղքերից ազատեք, չկա այդպիսի բան։ Դու կարող ես ընդհատել մարդկային ցեղի գենը գիտակցաբար, սատանայի հետ ձեռքի տված, ինչ-որ ծրագրերով, սա մեղք է արդեն։ Դեմոկրատներն էլ երկուսն էլ մեղքի տակ են։ Հիմա Պոլը հաղթեց, Քենթերոն հաղթեց, անձնապես ինչ չի հետաքրքրում։ Նրանք ուզում են վերմակը քաշել ընտանիքի վրայից։ Դուք հասկացաք Մոլլա Նասրադինի առակը, այ ազգային հերոսներ, եւ գնում է այս խոսակցությունը, ոչ թե ով հաղթեց։ Տիեզերքից խոսակցությունը, այսպես ասում են, փոզմի շարիկ, բայց ոչինչ։ Ես վաղը շարունակեմ նորից, վաղը 10-ին ուրեմն ստեսություն առայժմ։